Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մենք արտահերթ հաղորդում ենք անում շատ վերջերս ձեզ քաչ հայտնի Արմինե Սախոյանի հետ, բարի երեկո Արմինե ջան։ Բարի երեկո Մուշա։ Սակայն շատերը արդեն վերջերս ձեզ դիմում են որպես Տիկին Արմինե, հայտնի պատճառով նաև կարմիր գլխարկով Տիկին Արմինե, ուրախ եմ ձեր հետ զրուցելու։ Ինչպես ստացվեց Արմինե ջան, ոնց այդպես պատահեց, որ հենց դուք հանդիպեցիք Նիկոլ Փաշինյանի ճանապարհին հայտնվեցիք։ Մուշեղ, նայ, ես երբ ամեն անգամ տեսնում եմ, որ ինքը շրջաններով գնում է, դե մտածում եմ այդ ամենը կազմակերպում են, էլի, ինձ հետաքրքիր էր, որ ես հասկանայի ինչպես են այդ բեմականացումը իրեն կազմակերպում, որ իբրև որ մարդիկ գալիս են, այո, մարդիկ գալիս են, չգիտեմ, շատ են իր աջակիցները, շատ են իրեն ողջունողները, իհարկե ինչպես բոլոր շրջաններում Չարենց Հավանում էլ առավոտվանից բոլոր փողոցները ավտոմեքենաներից ազատում էին, իսկ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակի մոտերքում եմ ապրում, այսպես ասած, եւ այդ ամենը տեսնելով ինձ ճիշտն ասած դուր չէր գալիս, մեղմ ասած դուր չէր գալիս, որ երբ որ Փաշինյանն է գալիս, նման ինչ որ եռուզեռ է սկսվում, իսկ քաղաքի համար նման փողոցներ օրինակ չեն ժամանակին մաքրում։ Վերջը հիմա արդեն երեկո էր գալիս եւ ինձ հետաքրքիր էր, դե հասկանում եմ արդեն շուտով հասնելու է Չարենց Հավան եւ որոշեցի հետաքրքրությունս շարժվեց, հետաքրքրասիրությունս եւ ուզեցի տեսնեմ թե ինչպես են դիմավորում, ընդհանրապես դա տեսնեի։ Եվ այնպես ստացվեց, որ մինչ այդ խանութում արդեն ես մարդկանց հետ խոսում էի, մարդկանց դժգոհություններն էի լսում եւ Փաշինյանի շուրջ, որ բոլորը դժգոհում էին, այնտեղ կար մի արցախցիկի խանութում, որ պատմում էր, թե ինքը ինչ ծանր պայմաններում է հիմա ապրում, բայց ինքը Արցախում տուն ուներ, աշխատանք ուներ, մի խոսքով այդպես մի պահ կեսօրին այնպես ստացվեց, որ մարդկանց հետ զրույց ունեցա։ Եվ հետո արդեն այդ երեկոյան, երբ որ փորձեցի արդեն գնալ տեսնել լավ այդ ամենը ինչպես է կազմակերպվում, այնպես ստացվեց, որ ես արդեն Դուք էլ մասնակից դարձաք։ Ես հետաքրքիրը գիտես որն էր, որ ես մտածում եմ, ասում եմ հիմա մարդիկ կտեսնեն, կկարծեն, դե կարող են, չէ, իրանք նույնպես նույնիսկ այդ ձև ցույց տալ, որ ահա տեսեք, բան նույնիսկ ընդդիմադիր մարդիկ գալիս են Փաշինյանին դիմավորում են։ Իրենք ամեն ինչ կարող են ներկայացնել եւ ես դրանից էի առաջին հերթին վախենում, բայց տեսա, որ ոչ մի աչքիս ավելի ճիշտ ոչ մի տեսախցիկ չերևաց, որ այդ ամենը նկարահանում էր։ Ու արդեն հենց ես գնացի ու տեսա մի տղա վազեց ու ասեց գալիս է ու հիմա եթե կադրում ուշադիր նայեք, ուրեմն ուղիղ գալիս էր դեպի ինձ, ուղիղ, այն որ ասում է այս ձև, որ ուզենայինք էլ նույնիսկ չէին կարողանա, հա, այս ձև կազմակերպել, ես ճիշտն ասած արագ կողմնորոշվեցի եւ մտա իմ Facebook-յան էջ եւ մտա ուղիղ եթեր եւ այն ինչը եղավ։ Իսկ այն հարցերը, որ տալիս էր Արմինե ջան, դրանք նախապատրաստել էիր, օրինակ դա ասում էր, չէ՞ որ տեսնում էր, որ պատրաստական աշխատանքներ են այդում։ Մինչ այդ դեպքը մտածում էր, թե ինչ որ ստացվի մի քանի նախադասություն հնչեցնել, մտածում էր, թե ինչ հարցեր պետք է տաս, ինչ պետք է ասես իրեն։ Բացարձակ չեմ մտածել։ Այսինքն ինչ որ մտքում մտել է։ Բացարձակ, այո։ Ինչ ես հետո նայում եմ, ասում եմ ինձ էլ էր դե հետաքրքիր, գիտեի որ դե բարձա խոսել եմ, բայց ինձ էլ էր հետաքրքիր էլ, լավ մի հատ ուրիշ աչքով արդեն, հա, մի հատ նայեմ տեսնեմ ինչ ասեցի եւ ես հասկացա իմ մեջ ինչ կար։ Ես կարծում եմ այսօր ամբողջ հայության ցավը, ամբողջ հայության ցավը Արցախի կորուստն է։
Դրա համար Վերջի 2 օրը հենց դա էլ զգում եմ։ հա, եւ հենց դա իմ մեջից դուրս եկա, որ ես կարծում եմ երևի ցանկացած գիտակից հայի, ով չի իր սոցիալական վիճակը կամ ընդհանրապես, չգիտեմ, բոլոր մարդիկ խնդիրներ ունեն, բայց դու կարևորում ես եւ հասկանում ես, որ դու կորցնում ես քո ինքնությունը, որովհետեւ Արցախը քո ինքնության մի մասն էր, որովհետև դու այդտեղ թողել ես քո պատմությունը, դու այդտեղ թողել ես քո եկեղեցիները, դու այդտեղ թողել ես քո ամբողջ բնորաներից մեկը, ամբողջ մի ժողովրդի պատմությունը, կյանքը, ամեն ինչը այդ հողի մեջ, այդ հողի մեջ ամեն բան ներծծված է ու դու դա թողել ես, քեզ պոկել են, ոչ թե դու թողել ես, որովհետև ուզել ես, քեզ պոկել են ու պարտադրել են, որ դու պետք է գնաս այդտեղից ու ես կարծում եմ, որ իսկ հիմա էլ պարտադրում են, որ դու համակերպես ամեն ինչի հետ եւ շարունակես պարզապես ապրես այս մնացած փոքր տարածքով։ Ասեն եւ միայն դա է քո մնացածը դու գործ չունես որևէ պատմություն, մոռացի պատմությունը։ Ապրի միայն ներկայով եւ չակերտավոր ապագայով։ Հա, Փաշինյանը հենց այդ էլ անում է, մենք լավ գիտենք, որ ժողովուրդ, որը ունի գաղափարախոսություն եւ գիտակցումը ունի, ուղղակի ծնվել է ու ապրում է, հա, ինչ որ ծնվել է, մի օր պետք է մահանամ այդ նմանատիպ մանով ապրող մարդիկ եւ ազգերը, որ չունեն առաքելություն, իրենք ուղղակի այսօր կամ վաղը չկան, բայց հայ ժողովուրդը ունի առաքելություն եւ դու դա գիտակցելով հասկանում ես, որ դու պետքա քո առաքելության կարևոր սյուներից խոսես, այդ առաքելությունը իրականացնելու համար այդ առաքելության մաս կազմող բաներից պետք է խոսես, որովհետև այդ սոցիալական խնդիրները մարդը միշտ էլ ունի այդ սոցիալական խնդիրները, հա, մի ծանոթ ընկեր ունեի, որ ասում էր, երբ որ գրպանումդ գումարը քիչ է, մտնում ես խանութ, նայում ես ներքևի պահարանների վրա ինչ է շարված, երբ որ գրպանիդ պարունակությունը մեծանում է, արդեն մյուս շարքերն ես նայում, հա, այսինքն սահմանափակվել կամ քո կյանքը կառուցել միայն սոցիալական, այսօր լավ կուտեմ, քիչ կուտեմ, վատ կուտեմ, դա կյանքի ինչ որ կարևոր մաս է, դա Լավ, Արմեն, առաջարկում եմ խոսենք ընկալումների մասին, օրինակ մինչ այս ծաղրացուների ավտոբուսը, որ շրջում էր Հայաստանի տարբեր հատվածներում, մենք մի փոքր միջադեպ էր, եթե չեմ սխալվում, երբ որ խանութի տերը ասեց պետք չի մտնել եւ այլն, բայց որ ասեմ տենց լուրջ մի փոքր ծակ էր, տենց ստացվեց մի նախատեսված էր թե չեն կարող ասել, բայց այս վերջի 2 օրը, երեկվա դեպքը, առաջի օրվա քո մասնակցության դեպքը ցույց տվեց, որ մի ձևի ժողովրդի մոտ այդ ոչ եմ ուզում ասեմ վախը կոտրվեց, բայց նման տպավորություն է ստեղծում, որ մինչև ոչ մեկ չէր բանանում, որ գան հակաճառեն, իրանց դիրքորոշում ուղիղ ճակատին ասեն եւ այլն, բացի այդ ազգային ժողովի, հա, հասկանա, բայց երբ որ հասարակ ժողովուրդն է մոտենում իրեն եւ ճակատին ասում է ինչ որ մտքումն է, վաղուց չենք տեսել, վերջի ամիսներում տես բան չէր տպավորված։ Եվ օրինակ իմ մոտ տպավորությունն է, որ հանրության մեջ այդ վախը կոտրվեց, որ ինչու ենք լռում, խեն կանգնած կողքից դիտում, թե ոնց ավիրում երկիրը, եկեք ուղիղ երեսին ասենք ինչ ենք մտածում իր մասին, եւ համացանցը 2 օր առաջ պայթեց այդ ամեն ինչը։ Քո մոտ նման տպավորություն կա։ Ժողովուրդը արդեն քանի տարի է մանավանդ անցյալ տարվանից, երբ որ մենք տեսանք սրբազանների ձերբակալությունը, հա, ընդհանրապես մարդկանց ոնց կարող են ընդամենը մի գրառման համար քրեական գործեր բացել, այսինքն անարխիա է դերում Հայաստանում, վախը ավելի սաստկացավ։ Բայց հիմա տես
իմ դեպքում ուղիղ դեպի ինձ էր գալիս ու իհարկե եթե ես փորձեի այլ կերպով հնարավոր է ես հանդիպեի չթողնեին ինձ ես իրեն մոտենայի բայց ինքը ուղիղ գալիս էր դեպի ինձ Արմինե Մոսյանի դեպքում էլ ով մետրոյով վագոնում էր էլի ուղիղ իր մոտ նստած էր հա եւ ինքը սկսեց խոսել բայց ժողովրդի մոտ Ես գիտես այս երկու օրվա մարդկանց ռեակցիաները ընդհանրապես մարդկանց արձագանքները նայելով ինչ եմ հասկանում Սա շատ է չի ասում եթե համաձայն չեք որ ես լինեմ Հայաստանի վարչապետ դուրս եկեք փողոց Ես իր բառերն եմ ասում Հայաստանի ոչ թե միայն Հայաստանի հայ ժողովուրդը Երկու օր փողոցում էր վիրտուալ փողոցում էր ինքը ցույց էր տալիս իր կամքը Սա պետք է ազդակ լինի Եվ եթե խելացի գտնվեն դրսից սոցիոլոգիական հարցումներ կատարողները, իրենք այս փաստը պետք է հաշվի առնեն։ Ինչու պետք է այս փաստը հաշվի առնեն, որովհետև Փաշինյանի վախի մթնոլորտի տարածումը եւ Փաշինյանը, որ ասում է կառավարությունը ես եմ որոշում ինչ պետք է լինի, պարզ է ակամայից մարդու մոտ ենթագիտակցական արդեն վախ է գալիս, հա, բայց հայ ժողովուրդը շաբաթ եւ կիրակի օրերին վիրտուալ փողոցում էին եւ իրենք ցույց էին տալիս իրենց կամքը, որն է իրենց կամքը, որ իրենք հաշտ չեն, որ Փաշինյան անունով ոմն մեկը իշխանության գլխին է կանգնած եւ Փաշինյան անունով Անձնավորությունը Հայաստանը տանում է դեպի ուղիղ թրքացում։ Սա հայ ժողովրդի կամ արտահայտություններ։ Ուզում եք ասեք վիրտուալ հանրաքվե էր սա։ Եվ ինքը նույնիսկ երեք ստիպված էր մի քանի անգամ ներողություն խնդրել այդ կնոջից։ Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս։ Սկզբից ժխտեց, որ ինքը այդպիսի բան ասե, հետո տեսան օրվա ընթացքում հետաքրքիր էր թե ամբողջ օրը ոնց են դեպքերը զարգանում։ Դեմից ինքը իր այդ հիստերիկ հոգեվիճակով ի հայտ եկավ, հետագայում հարցրեցին, չէ, ես տենց բան չեմ ասել, շփոթել եք, իմ հետ հաստատ ուրիշ բան եմ ասել։ Իրանք փաստ էր մուշեղ չէր կարողանում։ Իրանք հետո տեսնում են, իրանք տեխնոլոգները, խորհրդատուները միգուցե տեսնում են, որ իրավիճակը հակառակ իրենց է գնում եւ ուզած չուզած, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը, որ որևէ այլ դեպքով արձագանք չէր տալիս, հանկարծ սկսեց ատելության, թշնամանքի, եթե պետության Բայց չի շեշտում կոնկրետ ուրիշների պարագայում անպայման կշեշտեն այսինչ մարդիկ, այսինչ ուժեր sense բան են իրենց թույլ տվել ոնց կարա մարդու իրավունքների պաշտպանը նման ասի որ հենց Հայաստանի վարչապետն է խախտում անում մարդու իրավունքները Դու Մուշեղ ջան ուզում ես որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքից հեռացնել անմիջապես WhatsApp-ին SMS կգար որ դու ազատված ես աշխատանքից որովհետև երկրի վարչապետին դու ասել ես որ նա թշնամանք եւ ատելություն է տարածում խոսում է որ թշնամանք ու ատելություն չլինի առաջին տարածող դու բոլորը տեսել են դու էլ ես տեսել ես էլ եմ տեսել նրա աչքերը նրա այդ մատ թափ տալը առանց հաշվի առնելու որ կողքը երեխա է նստած եւ այդ երեխան 23 թվականի պատերազմ է տեսել 23 թվականի պատերազմ ու ինքը այդ երեխայի դեմ իր մոր վրա բարձր խոսում է մատ է թափ տալիս մի հատ էլ ասում է որ այդ գաղափարաբանական մոտեցումը մենք ձեզ թույլ չենք տալու իսկ դու ով ես դարձել որ դու Արցախը որպես Հայաստանի մաս լինելու մեր երազանքը մեր այն որ մենք ընդունում ենք որ առանց Արցախ Հայաստան չկա դա մեր համար լոկ գաղափար չի դա մեր համար պատմական եւ իրական ճշմարտություն է դու ով ես դարձել որ կանգնես ու մարդուն ասես գիտես դու իրավունք չունես Արցախի մասին խոսելու դու ով ես դարձել դու այդ մարդուն անտուն ես թողել դու այդ երեխայի խաղալիքները
վերցրել ես այդ երեխայի ձեռքից ու դու ով ես դարել որ դու ասես եւ խոսել հայ ժողովրդի անունից հերիք չի հիմա մեր ժողովուրդը մի բան պետք է հասկանա Փաշինյանի բերանին պետք է լեզու չդնել ամեն անգամ ինքը հանում է այդ 680,000 ինձ ընտրել են դու ներկայա որովհետեւ սև ու սպիտակ նախկիններին ցույց տալով Դու եկել ես իշխանության, իսկ հիմա երբ որ արդեն դու հասկանում ես, որ նախկինների անընդհատ այդ քո քաշած միտքը, առաջ քաշած միտքը չի անցնում, հիմա էլ պատերազմով ես մեզ սպառնում, հա? Երկրի ղեկավարը պատերազմով կսպառնա։ Շեշտելով աղեթաբեր պատերազմ, ոչ թե սովորական պատերազմ, այլ աղեթաբեր պատերազմով։ Մուշեղ դու նայ Ալիևը եթե կհիշես մի շաբաթ առաջ էր հա այդ տեսագրությունը կա հա որ ասում է Միջանցկի որ ասում է մենք ընդհանրապես Հայաստանի կամքն էլ չենք հարցրել օթային տարածքից օգտվելու համար եւ հետո մի բան է ասում է որ մենք շատ պատճառներ ունենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չկնքելու բայց հանուն տարածաշրջանի խաղաղության համար մենք դա կանենք եւ հետո ինչ է ասում է Բայց ով գիտի 6 ամիս հետո ինչ կարող է լինել որ դու հաշվես ապրիլից երբ որ հաշվում ես սեպտեմբեր ամիսը գալիս է 6 ամիս հետո հետաքրքիր է չէ որ Փաշինյանն էլ է խոսում սեպտեմբեր պատերազմ Ալիևն ասում է ով գիտի 6 ամիս հետո ինչ կլինի ու գիտես հետաքրքիրը որն է ամեն անգամ ինքը իր վրայից պատասխանատվությունը գցում է երեկոյան արդեն ինքը հաշվետվություն էր ներկայացնում ես ասում էի չէ ասում էին պատերազմ կլինի ես ասում էի չի լինի բայց ինքը մոռանում է հիմա պատերազմ չլինելու միայն երաշխիքը իրենց ոչ թե նաև վերարտադրելու խնդիրն է, այլ նաև սահմանադրական մեծամասնություն ունենալն է երաշխավորում, որ այդ աղետաբար պատերազմը չլինի։ Ամեն դեպքում նույն երեխայի դեպքը մեջբերեցի եւ հաստատ այդ երեխայի մոտ տպավորություններ, որ իր դեմը հայտ նստած չի, ավելի շատ թուրքեր կամ ադրբեջանցի էլի, որ եթե մի քանի տարի առաջ ինքը ադրբեջանցիներից էր նկուղներում պահկվում, հիմա իր դեմը նստած Փաշինյան ազգանունով մի ոմն թուրք եւս։ Ես որևէ տարբերություն չեմ տեսնում։ Հույսով եմ Նիկոլ Փաշինյանը չի նեղանա, ինքը որ իրեն թուրք են անվանում, ինքը նշել է որ չի նեղանում։ Որ ասում է դու ասեցիր, որ երբ որ քեզ թուրք են ասում, դու չես նեղանում։ Կոմպլիմենտ է իր համար։ Այո, իր համար դե չես մենք բոլորս էլ տեսնում ենք, չէ, երջանիկ դեմքը, երբ որ Էրդողանի հետ այդ գիրքը ինչ կերպ էր բռնած եւ որևէ տարբերություն ես չեմ տեսնում Ալիևի հոխորտանքի եւ Նիկոլ Փաշինյանի հոխորտանքի մեջ։ Մի բան պարզ հասկանալի է դառնում, որ ինքը իր վրա վերցրել է, իրեն նախ դրել է, չգիտեմ, խաղաղության դարաշրջան, այսինքն ինքը մտածում է, որ պատմական, չգիտեմ, ինչ դեմք է ինքը, եւ այդ որ ասում են այդ բեռը որ վերցնում ես քո վրա, դու պետք է հասկանաս, դա դու միջև վերջ կկարողանաս տանել թե ոչ, եւ հիմա ինքը տեսնում է, դա նաեւ խոստացել է, որ այդ բեռը միջև վերջ տեղ կհասցնի, սահմանադրություն կփոխի, ընդհանրապես Արցախի հարցը կփակի, Ալիևին էլ է չէ խոստացել, իսկ հիմա ինքը ինչ է տեսնում, իրական տերերը, Արցախի իրական տերերը, Հայաստանի իրական տերերը, հայ ժողովուրդը կանգնած է Արցախի կողքին, հայ ժողովուրդը կանգնած է իր եկեղեցու կողքին, եւ ինչպես եկեղեցու դեպքում մենք տեսանք իր պարտությունը, Արցախի դեպքում էլ ինքը պարտված է, ինքը գիտի, որ ժողովուրդը երբեք Արցախի հարցի փակված լինելը չի ընդունում, ընդհակառակը մտածում է, որ գալու է հարմար ժամանակը եւ մենք անպայման Արցախը ետ ենք բերելու։ Եվ գիտես ինչն է ուրախալի Արմինե, օրինակ որ թե երեկվա տիկնոջ պահվածքը եւ իր խոսույթը որ թե մյուս տղամարդը որ միջնամատեր ցույց տվե ամբողջ այդ ԿՊԱ-ական խունտային եւ այլն մենք հաստատ գիտենք որ իրանք մեր շարժման անդամները չեն բայց տեսնում ենք որ մարդիկ կիսում են մեր գաղափարները նույն Արցախից հայուին ասում էր որ
Հայաստանի Հանրապետությունը այս սահմաններով չի սահմանափակում եւ մենք իրան դա չենք ստիպի ասել ինքը իր մեջ էտի ներծծված է որ Արցախը անբաժանելի մասն է Հայաստանի Հանրապետության եւ ուրախալի է որ նույնիսկ ապրելով Արցախում այդ քարոշչության տակ չի մնացել այդ տիկինը եւ մեծ ցավ է որ դեռ կան շրջանակներ որ այդ միտքը չեն կիսում բայց վերջերս նման կարծիք չենք հանդիպի, բայց այսուհետ եւ նշանականը որ նույն Նիկոլ Փաշինյանի թիմը ոնց կարող է վերանայի իրենց այդագա քարոզչական ծրագիրը, քանի որ տեսան որ երկու օր իրար վրա իրանք պարտվեցին փողոցում։ Մուշեղ իհարկե ողբերգական է, երբ որ Արցախի մեր հայրենակիցները ստիպված եղան թողնեն իրենց տները եւ լքեն Արցախը, բայց գիտես մի դրական բան եմ տեսնում այս ամենի մեջ, անընդհատ մեզ բաժանել են, հա, արցախցիներ, հայաստանցիներ, ու երբ որ հիմա արցախցիները Հայաստանի տարբեր շրջաններում են ապրում ու տեսնում են ամբողջ ժողովրդի վերաբերմունքը իրենց, հա, իրենք հասկանում են որ չէ, մենք օտար չենք միմյանց։ Տարբերություն էլ չկա։ Այո։ Ջրբաժանը, որը կար արցախցի, հայաստանցի այդ ջրբաժանը, ինքը քանդվել է։ Դրա համար մարդիկ տեսնում են, արցախցիները տեսնում են, որ իրենք հայ ժողովրդի մի մաս են եւ հայ ժողովուրդը երբեք իրենց օտար չի համարել դա պետական մակարդակով ուղակի քարոզչություն է արվել դրսից նպատակ ունենալով բարձ հասարակ այս խոսույթի մեջ բաժանիր որ տիրես մեզ բաժանել են որպեսզի կարողանան Արցախը միշտ պահեն առանձին որովհետև Արցախը շատ կարևոր օղակ է շատ կարևոր մաս է Հայաստանի համար Եվ տեսանք, թե այդ բաժանումը ինչ բերեց, բայց հիմա ես նայում եմ անգամ Արցախցի Facebook-յան իմ ընկերները ասում են, գրում են իրենք, որ ժողովուրդ ջան, մենք այլ երկրների նման նավթ չունենք, այլ երկրների նման բնական ուրիշ ռեսուրսներ չունենք, մենք իրար ունենք եւ պետք է միաբան լինենք։ Արցախցին էլ է հասկացել, որ պետք է այդ բաժանումը դրվի մի կողմ։ Եթե շարունակվի բաժանումը, մենք որևէ տեղ մենք չենք հասնի։ Եվ շաբաթ կիրակի օրվա հավաքական հայը ցույց տվեց Միջնամատ ես կասեի։ Թող լինի այդպես։ Արմինե ջան, իսկ այդ դեպքից հետո հաստատ տեղը տարբեր ալիքներ դրեցին քո մասնակցությամբ այդ միջադեպը հետևել ես մեկնաբանություններով օրինակ կամ անձնական նամակներով սպառնալիքներ, մաղվան կամ առողջության վնասելու քեզ գրել են որևէ բան։ Օրինակ ես ինքս բարբերաբար տեսնում եմ մեկնաբանությունների մեջ, որ քո նկատմամբ որ հաշվեհարդարի կարիք կա եւ այլն։ Եվ քո վերաբերմունքն է ինձ հետաքրքիր, ինչպես ես դրան վերաբերվում ինքդ։ Ես ճիշտն ասած տեսել եմ ինչ որ մեկնաբանություններ, վատ մեկնաբանություններ, բայց ես դա նորմալ եմ համարում, ինչու, որովհետև ոնց բոլոր պետություններում Հայաստանում հասարակական տարբեր շերտեր կան, հետեւաբար տարբեր այդ շերտերի մոտեցումները կան, իրենց կարծիքները կան, հիմա մարդիկ ենթադրեն գրել են, բայց գիտես հետաքրքիրը, դու պետք է համեմատություն անցկացնես, հա, ուրեմն Եթե տոկոսային հարաբերություն ասեմ կամ քանակային, հա, քանակով հաշվենք, մարդիկ ովքեր միայն լավ մեկնաբանություններ էին գրում եւ շնորհակալություն ու գիտես իրենք ինչ էին, ինձ ամենաշատը ոգևորում էր, որ արցախցիներ, որոնց ես անգամ չգիտեմ, իրենք ասում էին դու
խոսեցիր մեր բոլորի փոխարեն արցախցիներ, Ռուսաստանում ապրող հայեր, Սփյուռքում ապրող հայեր, հասկանում ես, ոչ թե մենքն էր խոսում, մենքը մուշեղ, մենքն էր խոսում, ասում էին այ ինչ ասեցի, դա մենք ենք, մենք ասեցինք, դու հասկանում ես, այսինքն այդ հավաքական մենքը ինքը կարողացավ ուղղակի, չգիտեմ, տակն ու վրա անել ամեն ինչ, դրա համար հավաքական մենքով արտնացավ ազգի ենթագիտակցականը, չէ որ մենք կանք, ժողովուրդ ջան, մենք կանք, հայ ժողովուրդ հետի Փաշինյանը չի, ով է Փաշինյանը, ով է Փաշինյանը, որ ասի ժողովուրդը, ինչ ժողովուրդ, որ ժողովուրդը, վախի մեջ պահած ժողովուրդը, դու գցել ես այդ ժողովրդին անկյունում ու վանդակում պահել ես ու չես թողնում, այո, ու ասում ես հետո այդ ժողովուրդը, դու դիկտատուրա ես ստեղծել Հայաստանում, մի հատ բաց թող մարդկանց, ու գիտես մարդիկ ինչ տեսան, որ չէ, կարելի է նաև խոսել, պետքա համարձակություն ունենալ, որ ասել իրան, ու հենց միայն համարձակությամբ, մենք մեր զինվորները, մեր տղաները, մեր պատմությունը ինչ է ցույց տվել, որ թուրքը միշտ վախեցած է իրական, իսկական հայից։ Եվ երեկվա իր պահվածքը ցույց էր տալիս, որ իր աշկերի մեջի վախը երևում էր բոլորիս։ Երբ որ ինքը սպառնում էր, նույնիսկ չեմ էլ ուզում այդ իր արտաբերած բառերը կրկնեմ, ամեն դեպքում Արմինե ջան։ Բայց մուշեղ մինչ հաջորդ ես Արմինե Մոսյանին ուզում եմ մեր աջակցությունը հայտնենք, Արմինե Մոսյան ջան, մենք աջակցում ենք քեզ, դու մենակ չես, հայ ժողովուրդը քո նման է մտածում եւ քո կարծիքին է, որ Արցախը Հայաստանի մաս է եւ չկա Հայաստան առանց Արցախի։ Մենք Հայաստանի մեջ ենք տեսնում Արցախը եւ մենք մեկ ազգ ենք եւ մենք մեկ պետություն ենք։ Ուղղակի մեր բոլորիս աջակցությունը քեզ։ Եվ այդ հարցը փակված չի հաստատ եւ մենք դա դեռ դրան կանդրադառնանք։ Արմեն ջան, իսկ այս նախընտրական շրջանում ինչ կմտածես, օրինակ, այս իրենց գործողությունները կարող է նույն հենց այդ Արցախի հարցը դառնա Նիկոլ Փաշինյանից ամենավտանգավոր կետը նախընտրական շրջանում։ Դե ամեն բան կարող է, տեսեք ինքը շատ լավ գիտի, որ երբ որ եւ 18 թվականին եւ 21 թվականին, տեսեք 18 թվականին ինքը ասում էր Արցախը Հայաստան է, հա, այդ կարգախոսը, որովհետև 2 տարի առաջ մենք քարորյա պատերազմ էինք ունեցել եւ ժողովուրդը գիտեր, լավ զգում էր, որ այդ քարորյայով որևէ չի ավարտվելու, հա, որովհետև Արցախի կարգավիճակը այդպես օդի մեջ մնացած է եւ ինքն էլ է շատ լավ գիտակցում, որ Արցախը հայի ամենացավոտ տեղն է։ Եվ դա ինքը լոզունգ դարձրեց եւ Արցախը Հայաստանով եկավ իշխանության 2021-ին նախկինների այդ բոբո կերպարը ներկայացնելով, բայց միևնույն ժամանակ ասելով, որ քանի որ արդեն 44 օրյա պատերազմ էր եղել, արդեն այնտեղ այսպես ասած լղիմներ մնացել, կարելի ասել լղիմն էլ այդքան արդեն չէր մնացել, որովհետև մենք քարվաճառ էինք տվել, քաշաթաղ էինք հանձնել, հա, եւ ինքը էլի գիտակցելով, որ Արցախի թեման ամենանուրբ եւ զգայուն թեման է ողջ հայության համար, ասեց, որ Հայաստանը լինելու է Արցախի անվտանգության, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Հետո մենք դրանից հետո արդեն տեսանք թե ինչ կատարվեց 21 թվականից հետո մինչ 20 թվականից հետո 21 ավելի ճիշտ ընտրություններից հետո, երբ որ ինքը անընդհատ ասում էր նշաձողը իջեցնում եմ, նշաձողը այնքան իջեցրեց, մինչև 2022-ին գնաց արդեն եւ ինքը նշաձողը ինչու էր իջացնում, որովհետեւ իր վզին դրված կապը անընդհատ Ադրբեջանը ձգում էր ու ինքը հասկանում էր, որ ինքը խեղդվելու է, հա, ինքը վերջի մի բան պետք է ասի եւ գնաց 2022-ին արդեն Պրահայում ասեց Արցախը Ադրբեջանի մաս է եւ վերջ։
Եվ հետո դրանից հետո արդեն տեսանք, որ 22 թվականի դեկտեմբերից սկսվեց Արցախի շրջափակումը եւ Արցախի հայաթափում։ Այսինքն սա Փաշինյանի համար ինքը իր սայթակման քարն է։ Ինքը պետք է լավ սա հասկանա։ Ինքը իր այնց խնդիրները ինքը ինչքան ուզում է այդ հարցից հեռանա, ուզած չուզած ինքը այդ հարցին առնչվելու է անմիշտ։ Որովհետև հավաքական ազգի ենթագիտակցականից ինքը չի կարողանալու հանի, եթե ինքը նույնիսկ որ շատ անգամ ուզենա, այս տարիները շատ քիչ են դա հանելու հավաքական ազգի ենթագիտակցությունից հանել, որ դու չունես հայրենիք, դու չունես պատմական հայրենիք, դու չունես Արարատ, դու չունես, չգիտեմ, սրբություններ, դու չունես եկեղեցի, դու այդ տեղային բանով պետք է հայոց եկեղեցին չի, հա? Դու չունես այնպիսի գրողներ, որոնք խոսել են քո պատմական հայրենիքից, ովքեր խոսել են մարտնչելուց, ովքեր խոսել են պայքարից, ովքեր խոսել են հայրենիքը հետ բերելու մասին, ինքը ամեն ինչ ուզում է ջնջել դրա համար, հա, մենք ամենակարևորը ինչ ցեղասպանություն։ Դուք եք մեղավորը, որ ցեղասպանվել եք։ Ինքը այս տրամաբանությամբ է հասկանում ես բանան ու վարվում իր բոլոր գործողությունները դրա մեջ են եւ ինքը ամեն ինչ ուզում է ջնջի, բայց Նիկոլ Փաշինյանը շատ փոքր է։ Եվ գիտես Մուշեղ ինքը շատ բան է ոնց որ վերցրել, գիտես իր վրա։ Այդ ով է իրեն այդ բանը, այդ իրավունքը տվել, որ ինքը կանգնի հայ ժողովրդի անունից խոսի։ Այդ ով է դարձել։ Իլհամ Ալիևն է տալիս այդ իրավունքը։ Բայց Իլհամ Ալիևը չի որոշում է, քանի Հայաստանում կա մարկան մարդիկ, ովքեր իրեն գիտեն իր հողի, իր պատմության գինը, 1000 հատ Իլհամ Ալիև, 1000 հատ Նիկոլ Փաշինյան լինի, երբեք չեն տալու իրենց հողը, ու հենց այդպես է լինելու է։ Եթե դա չլիներ, 5000 զոհ մենք 5 տարի առաջ ենք տվել։ 5 ու առ այսօր 44 օրյա պատերազմին մասնակից տղաներին, երբ որ դու հարցնում ես, իրենք ասում են, ես նորից, ովքեր որ չեն զոհվել, ովքեր չեն նահատակվել, իրենք ասում են, մենք նորից գնալու ենք կռվելու։ Բայց Նիկոլ Փաշինյանը գիտես ինչ է անում։ Ինքը ուղղակի ասել, որ ես Հայաստանի վարչապետ եմ, ախր դու պետք է արժանանաս դրան։ Ամեն օր ինքը կոտրում է Հայաստանի հայ ժողովրդի, ոչ միայն Հայաստանի հայ ժողովրդի ողնաշարը, ասելով, որ դուք ոչնչություն եք, բայց առաջի ոչնչությունը հենց ինքն է։ Ինքն է ոչնչություն, որ ուղակի ստացվել է, որ հիմա ինքը Հայաստանի իշխանության ղեկին է, բայց ցանկացած իշխանություն եւ Փաշինյանի իշխանությունը հերթական իշխանություններից մեկն է լինելու, որ ուղակի հունիսի 7-ին պետք է չլինի։ Եվ հիմա ժողովրդի հավաքական մենք գիտակցությունը, ենթագիտակցության նորից վերակենդանացում պետք է լինի, եւ մենք պետք է թույլ չտանք հունիսի 7-ին վերարտադրվի թրքամետ Հայաստանը դեպի թրքացում տանող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Համամիտ եմ Արմինե ջան, ուզում եմ եւս եւ մեր զրույցը շարունակելով քաղաքական պայքարի վերաբերյալ, հələ դեռ բարձ չի որոշում ընդունված չի Բևեռի մասնակցություն ընտրություններին կամ ոչ, բայց յուրաքանչյուր պարագայում ինքդ գիտես, ես էլ լավ գիտեմ, որ ուզած չուզած այսօրվա աշխարհում նույն շարժումը կարիք ունի տարբեր բնույթի օժանդակությանը։ Ներկա պահին մենք տեսնում ենք ինչ մեծ ջանքեր, ինչ մեծ ռեսուրսներ են ներդրված դաշտում, որ ամեն ուժը ուզում է իրան առաջ տանի եւ
բևեռնել ուզած չուզած, քանի որ մեջքի հետևում չունի որևէ օլիգարխ եւ դա բնական է, այդպես էլ պետք է լիներ, մենք եւս կախված ենք մեր ժողովրդից։ Ինչով կարող է օժանդակել մեր հայ ժողովուրդը մեզ։ Դե կարծում եմ նորություն ասած չեմ լինի, որ ամեն ինչի համար պետք է ռեսուրս։ Ցավոք սրտի։ Հա, դա է այսօրվա աշխարհը եւ հիմա լինի Հայաստանում ընտրություն, լինի ԱՄՆ-ում ընտրություն, մենք տեսնում ենք, որ ինչ ֆինանսական ռեսուրսներ են դրվում, ներդրվում, որպեսզի պայքարը այդ այսինքն ընտրություններում տվյալ քաղաքական ուժը կարողանա դրսևորվի, կարողանա իրեն ներկայացնի։ Հիմա մենք ժողովրդից, հայ ժողովրդից կախված, հայ ժողովրդի աջակցությամբ գործող քաղաքական ուժ ենք։ Եվ արդեն քանի տարի է մենք այդ աջակցությունը անմիջապես զգում ենք մեր հետևում եւ իրենց մեր ժողովրդի ֆինանսական նույնիսկ աջակցությամբ, որտեվ ով կարող էր պատկերացնել, որ նման շարժում առանց որևէ պաշտոն ունենալով ազգային ժողովում կամ որևէ տեղ մեզ ժողովուրդը շարունակում է աջակցել նույն այդ լումայով, նույն դրամով։ Մենք ունենք մարդիկ եւ օգտվելով այս առիթից իմ խորին հարգանքն ու շնորհակալությունը բոլոր մեր աջակիցներին, ովքեր ամեն ամիս իրենց ներդրումը ունենում են շարժման մեջ, ամեն ամիս, ոչ դու այդ մարդկանց զանգում ես, հա, որ ասես, հիշում ես, որ դու պետք է այս ամիս քո ներդրումը անես, հասկանում ես, դա ցույց է տալիս մարդկանց վստահությունը, որ մենք սիրում ենք հայ ժողովրդին եւ դա ասեմ, որ շատ պարտավորեցնող է Մուշեղ ջան, որովհետեւ գիտես ժողովուրդը մի խոսք ունի, ասում է, երբ որ հարամը գալիս է, հալալն էլ հետը տանում է, ես ժողովրդական խոսք եմ, հա, ասում։ Իսկ մենք մեր շարժման մեջ միշտ հալալն է գալիս։ Որևէ հարամ չի մտնում մեր շարժման աշխատանքի, մեր շարժման պայքարի մեջ, դրա համար էլ փոքր ռեսուրսով, բայց օրհնությամբ, որովհետև դա օրհնված ռեսուրս է, օրհնված ֆինանսներ են, դրա համար էլ մեր պայքարը չի կանգնում, դրա համար էլ մենք շարունակում ենք վայելել հայ ժողովրդի աջակցությունը։ Եվ պետք եղած ժամանակը հարված հասցնել ցավոտ եւ հոգեպես հունից հանող հարվածներ թշնամի ռեժիմին։ Դե նաեւ հայ ժողովուրդը շատ լավ Եվ նույն ժողովուրդը ոնց դու ասեցիր շնորհակալ է այդ առումով եւ քո քեզ գրած նամակներով ասում է որ մեր լեզվից ասեցիր, ինչ որ ասեցիր մենք կերազենք որ քո տեղը լինենք այդ օրը այդ պահին։ Մուշեղ ու նայի դու կարողանում ես, դու ուժ ես ստանում։ Հիմա միայն նրա ոնց է ասում են ժողովրդի մեջ որ մեկին մի բան լավ բան ես անում, հա, ինքը օրհնում է քեզ։ Դու հասկանում ես խոսքի ուժը շատ կարևոր բան է։ Ու նայում ես ժողովրդի վստահությունը եւ օրհնությունը քեզ, ասում եմ, դա նման է նրան, որ ասում են, այդ մի հացը որ գցում ես ջրի մեջ, հետո ինքը ավելի մեծացած, ավելի շատացած քեզ հետ է դառնում, որովհետեւ քո պայքարը, երբ որ դու դնում ես ժողովրդի համար, ինքը ավելիով քեզ հետ է գալիս, դու էներգիա ես ստանում, դու ուժ ես ստանում, դու առողջություն ես անգամ ստանում, Մուշեղ ջան, դա օրհնված է, որովհետեւ ժողովուրդը ինքը այդ ամեն ինչը տեսնում է եւ գնահատում է եւ եթե կա ժողովրդի կողմից աջակցություն, եթե ժողովրդի կողմից կա վստահություն ու գնահատանք, իսկ գնահատանքը հենց երևում է իր ֆինանսական աջակցության պահով, երևում է նրանից, որ ինքը քեզ անընդհատ ասում է, վայ, ես այստեղ նստած մտածում եմ, ես էլ գամ կամ լավ, եթե չեմ կարողանում գամ, ինչով օգնեմ։ Եվ ամփոփելով այս հատվածը եւս
ուզում եմ շնորհակալ լինեմ մեր աջակիցներին, բոլոր նրանք, ովքեր տարիների ընթացքում միշտ եղել են մեր կողքին, պարբերաբար օգնելով մեզ եւ ինչպես գիտեք, պարբերաբար մեր տարբեր հարթակներում դրվում են մեզ օժանդակելու հղումներ եւ կխնդրեմ եւս կրկին անգամ շարունակեք, որպես եւ մենք էլ կարողանանք ավելի ուժգին հարվածներ հասցնենք ցավոք սրտի այսօրվա չարաբաստիկ իշխանություններին։ Արմեն ջան, իսկ որևէ այլ ուժերի կողմից որևէ առաջարկներ հնչել են, օրինակ իրենց միանալու կամ չմիանալու, չգիտեմ, տեղյակ են դու Բևերից ես, թե Բևերից չես այդ օրվա միջադեպից հետո։ Դե քանի որ նախ հա ես նախորդ հարցին իմ նկատմամբ սպառնալիքն է, ես դրա մասին ընդհանրապես ոչ մտածել եմ, ոչ էլ մտածում եմ ինչի համար, որովհետև ես մի շարժման մեջ եմ, որտեղ անվախ մարդիկ են ու պայքարող կռիվ տվող մարդիկ են, դրա համար մտածել ինչ որ երբևէ ոչ էլ ինչ որ ուղղակի քանի որ մարդիկ չմտածեն թե ես խուսափեց այդ հարցից պատասխանելու, չգիտեմ, Բևեռում ուշեղ կան մարդիկ, որ վախենում են։ Վախենում են չգործելուց ավելի շատ։ Թե չէ վախը ինչ որ բան չկա։ Իսկ հարցդ որ ասում ես ուրիշ ուժերից ես սասնածուռ եմ ուշեղ։ Ես սասնածուռ եմ եւ ինձ թվում է դրանով ամեն բան ասված է։ Շնորհակալություն Արմինե ջան, իսկ մի հատ էլ վերջում հարցը մենք նկատեցինք, որ տարբեր ԶԼՄ-ներ, որ այդ օրվա տեսանյութը տարածում են, չեն, չգիտեմ, գիտակցաբար թե անգիտակցաբար, քեզ ներկայացնում են որպես Հայաստանի, հա, պարզ է, որ դու Հայաստանի քաղաքացի ես։ Ինչ կարծիք ես, որոշ ԶԼՄ-ներ խուսափում են Բևեռ անվանումը շեշտելուց, թե ոնց։ Իհարկե խուսափում են։ Համակարգի մեջ աշխատող ԶԼՄ-ներ են, բայց գիտես ճշմարտությունը միշտ ջրի երեսը դուրս գալիս։ Այո, հիմա որ ես սասնածուռ եմ, հա, դե հիմա ինչքան ուզում է ասեն, հա ես քաղաքացի եմ, այդ ձեր չի որ քաղաքացի չեմ, բայց ես ազգային ժողովրդավարական Բևեռի սասնածուռ եմ։ Շնորհակալություն Արմինե ջան, ձեր այսօր մեր զրուցակիցներ որպես հարցազրույցի հյուր Տիկին Արմինե Սախոյանը, այսուհետ Տիկին Արմինեն հանրահայտ եւ հուսամ հետագայում էլի կյանքը հնարություն կտա ավելի լավ դրվագներում հանդես գալ Արմինե ջան։ Շնորհակալություն ամեն դեպքում քեզ, ես կարծում եմ շատերի անունից կասեմ, որ այդ օրը բավականին շատ շնորհակալական խոսքեր եք արթում քեզ ուղված մեկնաբանություններում, տարբեր սոցցանցերի հրապարակումներում եւ այլն եւ մենք անում ենք այն ինչ որ մեր սիրտն է ասում եւ ինչ որ մենք պարտավոր ենք անենք, ուրիշ կերպ մենք վարվել չենք կարող։ Եվ կարծում եմ շատերը կերազեն այդ օրը քո տեղը լինեն եւ նույն բանը եւ նույնիսկ երբեմն ավելի սուր խոսքեր հնչեցնելու Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Միայն ողջունելի կլինի, որ ինչքան մենք լեբլեբեջիների երգ ունենք, չէ, այնպես ծեծենք, որ հիշե հոր հարսանիք, կարելի է ոչ միայն ֆիզիկապես ծեծել մարդուն, կարելի է խոսքով ծեծել։ Ծեծենք, որ հիշի հոր հարսանիքը։ Դե նես ծեծեցիր խոսքերով, մարդը հիստերիկ վիճակով մտավ մետրո։ Շարունակենք ծեծել։ Շարունակում ենք հարգելի հետևորդներ, մնացեք Բևեռի հետ, տարածեք այս տեսանյութը եւ ոչ միայն սա, այլ նաեւ այլ տեսանյութեր, հավանեք եւ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, ձեր լավ կամ վատ խոսքերը։ Ուրախ էի Արմինե ջան, մի շնորհ հանդիպում։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ շնորհակալություն, հարգելի հետևորդներ, մի շնորհ հանդիպում։